Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, սրանից 5 տարի առաջ, խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ, ես այս ամբիոնից ասում էի, որ աշխարհը խառն է, տեկտոնական, աշխարհաքաղաքական, պլիտաները շարժվում են և որպես կանոն փոքր պետությունները նման իրավիճակներում վտանգված են, պետք է զգույշ լինենք, շրջահայաց լինենք, խոհեմ լինենք, 4 կողմը նայենք, 7 չափենք, 1 կտրենք և այլն, և այսօր ես կարող եմ ասել, որ մենք 7 չափել, 1 կտրել ենք, զգույշ, շրջահայաց, խոհեմ ենք եղել և դրա շնորհիվ այսօր այդ փոթորկից Հայաստանը, մեր պետությունը հանել ենք խաղաղ ջրեր, հաստատել ենք խաղաղություն։ Այսօր ի տարբերություն այն ժամանակների և ի տարբերություն սրանից մի տարի առաջվա ժամանակների, ոչ թե քննարկվում է, թե պատերազմը կլինի վաղը, թե մի շաբաթից, թե 1 ամսից, այլ քննարկվում է, թե որ պետության միջուկային ռեակտորը պետք է առնենք, ամերիկյան, հարավկորեական, չինական, թե ֆրանսիական, թե շվեդական, թե ռուսական։ Ինչքանով պետք է առնենք, քանի մեգավատանոց պետք է, հլը հաշվենք, ինչքան կազդիսակագնի վրա, այ մեր քննարկումները տեսեք որտեղից ուր են հասել։ Այսօր, ավելի ճիշտ 3, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Հայաստանի Հանրապետությունում, Երևանում հայտարարում է հետևյալը. Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ մենք բավականաչափ վստահ ենք այս մակարդակի ներդրումներ կատարելու և այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու համար, և դա տեղի ունենում վարչապետի առաջնորդության շնորհիվ։ Ու այս հայտարարությունից հետո մարդիկ հարցնում են ոնց, հələ պետք է վճարենք այդ տեխնոլոգիաների համար։ Սա աբսուրդ մեկնաբանություն է։ Ամերիկայի Միացյալ աշխարհի առաջին իր հզորությամբ, իր ներուժով, տեխնոլոգիական գերտերության և ընդհանրապես գերտերության փոխնախագահը, այն որ ընդդիմախոսները սրանից մի տարի առաջ ասում են, չէ, ինքը կապ չունի Ամերիկայի արտաքին քաղաքականության հետ, կապ չունի, այդ ուղղակի նկար է, տես նկարվել է վարչապետը, որ PR անի, իրար հերթ չտալով նամակ են գրում, նամակը որ գրում են, անգլերենները բացվել է մի, գրում են, էջերով ավետարաններից, բաներից, մեջբերումներով, որ կապ չունի, եք այդ նամակները գրում այդ մարդուն, вообще կապ չունի այդ մարդը, հա։ Հիմա ասում են ոնց, ատոմակայանի համար պետք է փող տանք մենք, չեք նվիրելու մեզ ատոմակայան, չհասկացանք։ Թրիփն են սարքում։ 74% բաժնեմասություններն եմ ունարկում, ոնց թե։ Մենք նվեր եք անում, հələ 74% էլ մենք բաժնեմաս եք ունենալու, աբսուրդ։ Ասում է մարդը Հայաստանը դառնալու է տարածաշրջանային տնտեսական հանգույց, թե հենակետ, եթե հենակետ։ Դա չեն լսում մարդիկ, լավ ինչ են ուզում մեր ընդդիմախոսները, ինչ են ուզում, սիրելի հայրենակիցներ, խաղաղությունը հաստատված է և այդ խաղաղությունը պետք է պաշտպանել և առաջիկա ամիսներին մեզ սպասվում է շատ դժվար ժամանակներ, քարոզչական հարձակումներ, հիբրիդային հարձակումներ, բայց ես համոզված եմ, որ հունիսի 7-ին դուք կպաշտպանեք այս թվարկած բոլոր ձեռքբերումները։ Շնորհակալություն։